Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տերը օրհնե բոլորիդ։ Այսօր էլ Տերը մեզի կյանք տվեց։ Մենք շնորհակալ ենք եւ այդ կյանքը վերցնում ենք իր ձեռքերից։ Գիտենք, որ ինքն է պահել եւ մենք ուրախ ենք, որ կանք իր տան մեջ, հավատքի մեջ։ Իր խնամքը պահել է մեզ եւ մենք այսօր ունենք Քրիստոս ամենաթանկը, ով որ Քրիստոս ունի խաղաղություն, աստվածային խաղաղություն։ Հիսուսը ասաց. իմ խաղաղությունը կտամ ձեզ, որ աշխարհը չունի, ոչ թե ինչպես աշխարհը։ Այսօր բոլորը ունեն խաղաղության կարիք։ Հիսուսը իր աշակերտներին ասեց, որ տունը, որ կմտնեք առաջի հերթին, երբ որ տունը կմտնեք, ասեք խաղաղություն այս տանը։ Եվ Հիսուսի սիրած բառերից մեկն էր։ Երբ որ ինքը հարություն էր առել եւ մտել էր դռները փակ, մարդիկ խառնված էին, շփոթված էին, ինքը ասեց. խաղաղություն ձեզ, մի վախեցեք։ Այսօր եղբայրներ, քույրեր, համամիտ եք, որ շատերս այդ խաղաղության կարիքը ունենք։ Շատերիս խաղաղությունը կախված է ոչ թե Քրիստոս կյանքից, այլ այս կյանքի պայմաններից։ Կարծես թե այդ խաղաղությունը կա, երբ որ մեր խնդիրները լուծված են, երբ որ ամեն ինչ նորմալ է մեր կյանքում, մեզ թվում է, թե մենք խաղաղության մեջ ենք։ Երբ որ մարդիկ մեզ չեն անհանգստացնում, երբ որ մարդիկ մեզ հետ բարի են, լավ են, եւ նյութական բաները ամեն բան մեր ուզածի պես է, մենք խաղաղություն ունենք։ Բայց ինչ կլինի, եթե այդ ամենը մեր պատկերացումներով չլինի։ Սիրելի քույրիկ ու եղբայր, դու Աստծո մարդ ես եւ ուզում եմ հարցնել. ինչի հետ է կապված քո խաղաղությունը։ Արդյոք որ դու հավատացել ես Քրիստոսին, Սուրբ Հոգին բերել է այդ խաղաղությունը քո կյանքի մեջ։ Եվ դու այսօր որ մտնելու ես քո ընտանիքը, դու կարող ես խաղաղություն բերել, խաղաղություն տանել, խաղաղության մարդ ես դու։ Հիսուսն ասաց, եթե այդ ընտանիքում այնտեղ խաղաղության մարդ լինի, այդ խաղաղությունը կհանգչի իր վրա, բայց եթե չլինի, կվերադառնա ձեզ։ Եղբայրներ, քույրեր, արդյոք դուք խաղաղության մարդ եք։ Ձեր խաղաղությունը ինչի հետ է կապված։ Դիմացինի խաղաղությունից է կախված, կյանքի պայմաններից, թե չեն թողնում ձեզ խաղաղ ապրեք։ Ձեր խաղաղությունը կառույց է, Սուրբ Հոգու պտուղ է, երկնքից կառուցված կյանք է, թե այդ խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ ամեն ինչ մեր ուզածով կլինի մեր կյանքի մեջ։ Եղբայրներ, քույրեր, հոգևոր մարդու խաղաղությունը կապ չունի աշխարհի հետ, աշխարհի վիճակի հետ, քաղաքականության հետ, իր կյանքի պայմանների հետ, երկրի ղեկավարի հետ, ընտրությունների հետ, քաղաքական հարցերի հետ։ Նա ունի Քրիստոս, նա ունի ապրելու բան, նա ունի կյանք, նա ունի առաջնորդություն, նա ունի Սուրբ Հոգի, որ իրան առաջնորդում է կյանքի ջրերին։ Նա ունի տեսողություն, նրա տեսողությունը ուրիշ բան է, ինքը հավատքով արդարացել է, կյանքը գտել է ինքը, դրա համար ունի խաղաղություն։ Մարդիկ գիտեք ինչի, մարդիկ երբ են կորցնում իրանց խաղաղությունը, երբ են բարգանում, որտեղ իրանց պատկերացումները չի լինում այս աշխարհում։ Ավելի ճիշտ, մեղքը չի թողնում մարդը խաղաղ ապրի, չեմ ասում մեղքերը։ Մարդը, որ իր կյանքը Քրիստոսը չէ, ինքը հավատքով արդարացած չէ, մեղքը ամենաներսից մարդուն չի թողնում, որտեղ ինքը սուտը իր կյանքի մեջ բերում է այդ անխաղաղ վիճակը,
մարդիկ մրցակցում են, մարդիկ իրար հետ համեմատվում են, մարդիկ իրար փառքն են փնտրում, մարդիկ պատկերացնում են, մարդիկ երազում են, վերջապես մարմնավոր բաների մեջ, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, խաղաղություն չկա ամբարիշտների կյանքում։ Եթե մարդը առանց Քրիստոսի կապրի, նա չի գտել կյանքը, նա չունի խաղաղություն։ Առաջի գոր եղբայրը խոսեց, մարդը ոչ մի բանից չի կոհանա։ Մարդը ոչ մի բանից չի կոհանա։ Մի օր հիշում եմ, մի եղբայր միտեղ այդպես ծիրանը գծեց ուտելու մարսավ, էս ինչ խաղ ծիրան է։ Մարդիկ կան գուցե կուրախանան, որ իրանք, չգիտեմ, վերջը, սեզոնը այնպես էր, որ, չգիտեմ, այդպես էր այդ ծիրանի վիճակը, բայց իրականում հոգևոր մարդը ինքը Քրիստոս ունի, արդարացած մարդը ամեն ինչ ինքը գոհ է, ինքը խաղաղություն ունի, իր խաղաղությունը կապված չէ աշխարհի հետ, դա Սուրբ Հոգու պտուղը իր կյանքում կա, իրան չի կարող շփոթեցնել, վախեցնել, անգամ մահը, հոգևոր մարդիկ մահվան մեջ են խաղաղ եղել, եւ Աստծո խոսքն ասում է, որ եկեղեցիները խաղաղության մեջ կաճեն, եւ այն ժամանակ, երբ որ մեծ հալածանք կար, գրված է, որ Սողոսը մահ եւ սպառնալիք էր շնչում եւ բռնում էր հավատացյալներին, տանում էր բանտերը եւ հալածում էր եւ մեծ հալածանք կար, բայց այդ նախադասությունը այսպես է սկսվում, բայց եկեղեցիները, այսինքն այդ բայցը նշանակում է, որ եկեղեցու խաղաղությունը կապ չուներ երկրի վրա զարգացող բաներից, աշխարհից, արտաքինից, նրանք ունեին կյանք ապրելու, նրանք ունեին տեսողություն, նայում էին երկինք, առաջնորդություն, նրանք ապրում էին երկնայինով, իրանց խաղաղությունը աշխարհը չէր կարող գողանալ, ոչ էլ ընտանիքի անդամները։ Այսօր աշխարհում կա խաղաղության դեֆիցիտ։ Շատ ընտանիքներում չկա այդ խաղաղությունը, որտեղ չկա փող, որտեղ պայմանները դժվար են, որտեղ գործ չկա, բայց մեր կյանքում էլ է այդպես, չէ որ դու ունես Քրիստոս, արդյոք այդ Քրիստոս կյանքը բավարար չէ քեզ պահելու խաղաղության մեջ, արդյոք նա իր զորությամբ Սուրբ Հոգին կարող չէ քեզ պահելու հանդարտության, խաղաղության մեջ, որ չշփոթվես, չխառնվես, չկորցնես, չմեղանչես, մարդկանց չմեղադրես, չվիճես, արդյոք այդ երկնային կյանքը բավարար չէ, որ քեզ պահե սրբության մեջ։ Երբ որ այդ կյանքը չի աճել մեր մեջ, մենք չենք կարող, մենք այնտեղ այդ խոսքը ընկած է մեր կյանքում, մենք չունենք զորություն, մենք էլ այդ խոսքը ընկած է մեր կյանքում, մենք չունենք հաղթություն, որտեղ խոսքի վրա չկա հավատք։ Եղբայրներ, քույրեր, Հիսուսը ասեց, մենք իրար ողջունում ենք, մեր ողջունելու բառն է խաղաղություն ցես, չէ՞։ Մենք ասում ենք խաղաղություն ցես։ Եվ այդ խաղաղությունը Հիսուսը ասեց, տարեք ձեր ընտանիքները, ամեն տուն, որ մտնեք։ Այսօր Աստծո խոսքն ասում է, երանի խաղաղություն անողներին, որոնք Աստծո որդիներ կկոչվին։ Խաղաղություն անողները, դա մեր խաղաղության պատիժը Քրիստոս իր վրա առավ, որ մենք Աստծո հետ խաղաղություն ունենանք, մեղք իր վրա վերցրավ, որ մենք Աստծո հետ խաղաղություն ունենանք։ Եղբայրներ, քույրեր, եթե հավատացյալը սովոր չէ մեղք վերցնելու իր կյանքում, իր կնոջ, իր ամուսնու, իր երեխաների, ինքը սովոր չէ այդ մեղք իր վրա վերցնելու։ Եվ Գոր եղբայրը ասեց, որ աշխարհի սկզբից նույնն է, երբ որ Ադամին մեղադրին, ասեց, ես ինչ մեղավոր եմ, ես մեղավոր չեմ, կինս է մեղավոր։ Հիմա ինչպես է մեր աշխարհում, անցել են հազարամյակներ, չգիտեմ քանի հազար տարի է անցել, եւ ինչ որ մի բան է փոխվել մարդկության կյանքում, մարդուն մեղադրում ես, ասում է, ես չեմ մեղավոր, եղբայր սեր, կինը սեր, քույրը սեր, գործն էր, կյանքն էր, վերջապես դիպվածն էր, սպես էր։ Եղբայրներ, քույրեր, այսօր Քրիստոս ունեցող մարդը իր ներքին աշխարհում ունի խաղաղություն։ Այդ խաղաղությունը անգին է, այդ խաղաղությունը փողով չի առնծվի, այդ խաղաղությունը մարդը մարդուն չի կարող փոխանցել, դա երկնքից է։ Հիսուսն ասեց, իմ խաղաղությունը կտամ ձեզ։ Այսօր դուք հոգևոր մարդ եք,
Այդ խաղաղությունը մի կորցրեք այս աշխարհում, մի կորցրեք, ձեզանից թող խաղաղությունը դուք խաղաղության մարդ եք, որտեվ այդ խաղաղությունը դուք Աստծո օրենքը սիրելով կառույց է, հավատացյալի կյանքում խաղաղությունը կառույց է, բնավորության գիծ չէ, որ մի օր կա, մի օր չկա։ Չեք տեսել աշխարհում հանդարտ մարդկանց եմ տեսել, որոնք հունից դուրս են եկել, մեղանչել են, հանդարտ մարդիկ, որ բնավորության գծերով իրանք շատ խաղաղ են, նայում ես ինքը այդպես է բնավորությամբ, բայց պահ է եկած տեղը, ինքը մեղանչել է, բարգացել, վերջապես հունից դուրս եկել, իրան պահել աշխարհիկի պես մարմնավոր։ Եղբայրներ, քույրեր, ես չեմ խոսում այն խաղաղությունը, որ երկինքից Քրիստոսն է բերել, դա մեզ կպահե, մեր սրտերը կպահե, այդ խաղաղությունը ամեն մտքից վեր է, մեր ներքին աշխարհը կպահե Աստծո հետ։ Եղբայրներ, քույրեր, այսօր շատերս կորցրել ենք այդ խաղաղությունը, չեն կարողանում իրար հետ խոսել խաղաղ, խոսել հանգիստ, չեն կարողանում ընտանիքում եւ տեսեք Ադամը, երբ որ Տերը ասեց Կայեն, ուր է քո եղբայրը Աբելը, ինքը խաղաղությունը կորցրել էր եւ ասեց ես ինչ գիտեմ, ես քո եղբորս պահապանը չեմ, բայց գիտեր չէ, մենք այդպիսի հարցեր խաղաղությունը կորցրած մարդիկ չեն կարող շինել, կառուցել, խաղաղության մեջ էր շինվում տաճարը, Սողոմոնի տաճարը խաղաղ ժամանակների մեջ էր շինվում, խաղաղության մեջ է շինվում կառույցը, ընտանիքը, եթե դու չես կարող այդ խաղաղությունը տարածես, քեզանից բխի այդ խաղաղությունը, դժվար կլինի, ավելի շատ մենք կարող ենք գրգռել իրար, լինել սնապարծ, չգիտեմ, մեր փառքը փնտրով, որտեղ մեզի չեն բարձրացնում, մեր խաղաղությունը կորում է, ինչպես Հովսեփի եղբայրները չէին կարողանում Հովսեփի այդ խաղաղությամբ խոսել, ինչպես թե այդ երազները, որ պատմում էր դու պիտի կա օրը մեր վրա իշխան դառնաս, պապան քեզ շատ է սիրում, բոլորից շատ է սիրում եւ կորցրել էին աստվածային կյանքը չկար, գողացել էր աշխարհը, իր խաղաղությունը վերածվել էր բարգության եւ հանգիստ խոսալ չգիտեին, որտեւ սուտը, մեղքը, մարմնավորը, երբ որ մարդը Քրիստոս չունի, նա հանգիստ խոսալ չգիտե։ Երբ որ մարդը Քրիստոս չունի, նա չունի խաղաղություն, նրա խաղաղությունը վերջ ունի, մի օր կկորի, մի օր կգնա գործի հետ, ֆինանսական խնդիրների հետ, հիվանդության հետ, դժվարության հետ, իր խաղաղությունը կկորի, իր ներքին աշխարհը, որտեղ այդ խաղաղությունը ոչ թե Սուրբ Հոգու պտուղ է, այլ բնավորության գիծ է, եւ աշխարհը տվել է աշխարհներ կառնի։ Եղբայրներ, քույրեր, Տերը տա, որ մենք մեր բոլոր կյանքում այդ խաղաղությունը աստվածային վայելենք։ Խաղաղությունը, եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգու պտուղ է։ Իմ սրտիս մեջ կար կարճ փոխանցելու, որտեվ երբ որ առավոտյան կարդացի այդ խոսքերը, իմ սրտիս ընկավ, որ Տերը ասեց, երբ որ տուն կմտնեք, առաջ ասեք խաղաղություն այս տանը։ Այսօր Հիսուսը ուրիշ բան չի ասել, ուրիշ բան չի ասել, ասել է թող ձեր միջոցով, իր առաքյալների միջոցով խաղաղությունը հանգչի այն ընտանիքներում, որտեղ իրանք ոտք կտնեն։ Թող այսօր ձեր միջոցով խաղաղությունը հանգչի այն ընտանիքներում, որտեղ դուք ոտք կտնեք։ Տերը թող օրհնի ձեզ, ամեն։